Տերորհնի բոլորից, որ ժամանակ ենք հատկացրել միաբանվելու իրար հետ, որպեսզի Աստծո տան ներկայության մեջ իրեն վայելենք։ Սիրելիներ, ամեն տարի քրիստոնեական աշխարհը նշում է ծաղկազարդը եւ վստահ եմ մենք ամեն մեկս մեր եկեղեցիներում հավաքվեցինք եւ նշեցինք ծաղկազարդը։ Եվ լսեցինք ծաղկազարդի մասին քարոզներ, պատմություններ, որ իդեպ նշված է 4 ավետարանների մեջ եւ այսօրվա մեր հատվածն էլ նորից տեղ է գտել 4 ավետարանների մեջ։ Եվ երեք մենք այստեղ հատվածը, որ լսեցինք, Մատթեոսի ավետարանից էր եւ Մատթեոսի ավետարանը նկարագրում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ եւ հաղթական մուտքը կարծես Հիսուսի կյանքի ամենափառավոր իրադարձությունն էր։ Եվ մեծ բազմություն էր հավաքվել այնտեղ տեսնելու Հիսուսին։ Եվ մարդիկ կարծես ուրախ էին, վերջապես Մեսիան իրենց մեջ էր, իրենց ժողովրդի մեջ էր։ Եվ մենք ինչպես գիտենք, Երուսաղեմը համարվում է Աստծո քաղաքը։ Եվ եթե Երուսաղեմը Աստծո ուխտի խորհրդանիշն էր իր ժողովրդի հետ, ապա տաճարը այդ ուխտի տեսանելի հաստատումն էր։ Տաճարը համարվում էր երկնային տաճարի նախատիպը։ Տաճարը հրեաների հաղթանակի խորհրդանիշն էր իրենց թշնամիների նկատմամբ։ Հրեաների համար տաճարը տիեզերքի կենտրոնն էր համարվում եւ համարվում էր, որ երկինքն ու երկիրը միանում են այդտեղ։ Տաճարը արդարության եւ խաղաղության վայր պիտի լիներ։ Մարդիկ տաճարի մեջ պիտի գտնեին խաղաղություն, իսկ արդարությունը պիտի հոսեր տաճարից։ Հիմա եկեք փորձենք տեսնենք արդյոք տաճարը համապատասխանում էր այդ չափանիշներին, թե ոչ։ Պիտի ընթերցենք ավետարանը Մատթեոսի 21-րդ գլուխ 12-ից 17 համարները։ Լսենք Աստծո խոսքը։ Հիսուսը մտավ Աստծո տաճարը։ Այք ուշադրություն դարձրեք։ Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ վռնդեց տաճարից բոլոր արք ու վաճառ կանողներին, ավերեց լումայափոխողների սեղանները եւ աղավնավաճառների աթոռները եւ ասաց նրանց. գրված է. Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների ворջ եք դարձրել։ Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր եւ նա բժշկեց նրանց։ Երբ քահանայապետերն ու դպիրները տեսան նրա կատարած հրաշքները եւ երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին. Օվսաննա, Դավթի որդուն, բարկացան եւ նրան ասացին. լսում ես դրանք ինչ են ասում։ Հիսուսը նրանց ասաց. այո, դուք երբևիցե չեք կարդացել մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր եւ թողնելով նրանց գնաց քաղաքից դուրս Բեթանիա եւ գիշերը այնտեղ մնաց։ Ամեն Աստծո խոսքին եկեք աղոթենք։ Մեր սիրելի երկնավոր Հայր, խոնարհվում ենք քո առջևդ եւ կխնդրենք Տեր Աստված, որ դու բացես մեր միտքը, որպեսզի հասկանանք քո խոսքի ճշմարտությունը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ձեզ հետ երբևիցե պատահել է, որ աշխատանքից սոված հոգնածտուն վերադառնաք, շատ սոված եք եւ վազելով կարծես գնում եք եւ սառնարանի դուռը բացում եք, որպեսզի մի բան գտնեք ուտեք, բայց եւ որ բացում եք սառնարանի դուռը, պարզվում է, որ սառնարանում հոսանք չկա, մի քանի օր է արդեն հոսանք ազրկվել է եւ ներսից նեխածության հոտ է գալիս։ Այդ ուտելիքները փչացել են, նեխել է, եւ որ բացում է սառնարանի դուռը, այդ հոտը երեսովդ է կպչում եւ լցվում է ամբողջ սենյակը։ Ինչ է մնում անելու։ Երևի թե սառնարանը պիտի մաքրենք եւ մեջի այդ ամեն ինչը դուրս թափենք։
Երբ Հիսուսը տաճար մտավ, սիրելիներ, տեսավ մեծ ու սարսափելի անարգանք, որ տիրում էր տաճարում։ Կարծես տաճարը լցված էր այդ նեխածության հոտով։ Հիսուսը մտնելով Աստծո տաճարը, փոխարենը սպասում էր տեսնել սրբություն, բայց այնտեղ տեսավ անմաքրություն։ Արդարության փոխարեն տեսավ անարդարություն։ Մարդկանց օգնելու փոխարեն տեսավ հակառակ պատկերը։ Տեսավ, թե ինչպես են մարդիկ կողոպտվում հենց Աստծո տաճարի մեջ։ Աստծո ներկայության փոխարեն տեսավ առևտրականների մի մեծ ամբոխ եւ Աստծո ձայնը լսելու փոխարեն լսեց մետաղադրամների զրնգոցը։ Կրոնական խավը առևտրականների հետ մեկտեղ իրենք շահույթը ավելի վեր էին դասել, քան երկրպագությունը։ Եվ տաճարը ինչ-որ ձևով կորցրել էր իր դերը եւ իր նշանակությունը։ Փող աշխատելու առաջնահերթությունները տապալել էին տաճարի իրական նպատակը։ Կարող ենք ասել, որ Աստծո հանդեպ կար այնտեղ հարգանքի եւ սիրո պակաս։ Շատ հրեաներ տաճարը դարձրել էին իրենց համար ազգային խորհրդանիշ։ Նրանք հավատում էին, որ տաճարը երաշխավորում է իրենց հետ Աստծո հանդեպ Աստծո բարեհաճությունը։ Ինչքան տաճարը կանգուն էր, ուրեմն Աստված իրենց լավ աչքով էր նայում եւ ամեն բան լավ է ընթանում։ Տաճարն ինքնին ավելի կարևոր էր դարձել, քան Աստված։ Նրանք բաց էին թողել հավատքի իրական իմաստը, նրանք բաց էին թողել հավատքի ողջ իմաստը։ Դրա համար եւ որ տաճարը քանդվեց, նրանց մտքում չէր կարողանում տեղավորվել, ինչպես կարող է պատահել, որ տաճարը ամբողջովին փլուզվի կամ քանդվի։ Եվ երբ Հիսուսը մտավ տաճար, տեսավ այդ ամբողջ անարդարությունը, որ կատարվում էր տաճարում։ Մի կողմում կանգնած էին հոգևոր իշխանությունները, այն ժամանակի կրոնական խավը իրենց կոռումպացված համակարգով, մյուս կողմից մարդիկ կային, ովքեր եկել էին տաճար Աստծուն երկրպագելու, բայց դուրս էին մնացել ճշմարիտ երկրպագությունից։ Եվ այս բանը տեսնելով Հիսուսը սկսեց մաքրել տաճարը եւ ասեց. գրված է. Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների ворջ եք դարձրել։ Տաճարը ոչ միայն դադարել էր աղոթքավայր լինելուց, այլ դարձել էր ավազակների ворջ։ Դաժան եւ սարսափելի համեմատություն է, սիրելիներ։ Դաժան եւ սարսափելի համեմատություն է։ Սրբավայր եւ ավազակների ворջ իրարից ինչքան է տարբեր։ Եվ երբ Հիսուսը խոսում է ավազակների ворջի կամ քարանձավի մասին, նա ցույց է տալիս, որ այս մարդիկ ոչ միայն սխալ տեղում են առևտուր անում, այլ անազնիվ ձևով են առևտուր անում։ Խնդիրն ավելի խորն էր։ Եվ համակարգ այդ առևտրի այնպես էր կառուցված, որ մարդիկ հենց թալանվում էին Աստծո տան մեջ։ Զոհաբերվող անասունները ավելի թանկ էին տաճարի մեջ, քան մնացած վայրերում։ Եվ որ պիտի ինչ-որ մի բան առնեիր, քեզ համար հատուկ տաճարի համար դրամ էր հարկավոր։ Դու պետք է գնայիր քո դրամը տայր, տաճարի դրամ առնեիր, որպեսզի կարողանայիր տաճարից անասուն առնես, որպեսզի Աստծուն ողջակեզ մատուցես։ Մի քանի ձևով ժողովուրդը կողոպտվում եւ թալանվում էր։ Արդյունքում մարդիկ աղքատանում էին, իսկ քահանաները հարստանում էին։ Եվ Հիսուսի հիշատակումը ավազակի ворջի մասին խոսում է այն մասին, որ այս առևտրականները ոչ միայն սխալ ձևով էին վարվում, այլ անազնիվ ձևով էին գործում։ Սարսափելի է։ Սարսափելի բան է, որովհետև մարդը թալանվում է Աստծո տան մեջ։ Եվ Հիսուսը տեսավ այս ամենը եւ տեսավ, թե ինչպես կրոնական առաջնորդները օգտագործում են տաճարը իրենց շահի համար։ Իհարկե,
Սիրելիներ, կենդանիները, աղավնիները կարևոր էին այն ժամանակվա ծիսական արարողությունների համար։ Շատ կարևոր էին։ Նրանք ունեին իրենց նշանակությունը, բայց ամեն ինչ սխալ ձևով էր դասավորված։ Կառուցված էր սխալ ձևով եւ Տերոջ տունը ավազակների ворթ էր դարձել։ Եվ այդ ամենը այն ժամանակվա կրոնական մարդկանց վարքի պատճառով։ Նրանք իրենց այդ վարքը բերել էին սուրբ վայր, Աստծո ներկայության մեջ։ Ավելի լավ հասկանալու համար պատկերացրեք, եկել ենք եկեղեցի Աստծուն պաշտելու եւ այս կողմերը բաց խանութներ կա, առևտրականները գոռում են, ճչում են, մեկը փող է փոխում եւ այլը։ Մարդիկ զրկված էին Աստծո ներկայությունից, որովհետեւ կրոնական խավը ավելի էր գերադասում իրենց նյութական հաճույքները եւ իրենց կարիքները։ Ասվում է, որ այն ժամանակ տաճարի 4 կողմը կրոնական առաջնորդների տներն էին, հսկայական հարստության տները, եւ մարդիկ տաճարի մեջ կողոպտվում էին։ Եվ Հիսուսից սիրելիներ մեծ քաջություն էր պահանջվում, որպեսզի խոսա այս ամենի դեմ։ Որովհետև պատկերացրեք այն ժամանակ նաև կրոնական առաջնորդները համաձայնեցրել էին իրենց այդ ծառայությունը նաև հռոմեական իշխանությունների հետ։ Եվ խոսալ կրոնական առաջնորդների դեմ նաև նշանակում էր խոսել հռոմեական իշխանության դեմ։ Եվ Հիսուսի համար քաջություն էր պահանջվում, որպեսզի դուրս գա այդ կոռումպացված համակարգի դեմ։ Եվ Քրիստոսը տանտիրոջ իրավունքով մտնում է տաճար եւ սկսում է մաքրել տաճարը։ Ինչպես դու կմտնես քո տուն եւ կդասավորես քո տունը, այնպես ինչպես քեզ հարմար է, այնպես ինչպես ճիշտ է, ինչի համար նախատեսված է տունը։ Բնականաբար այս ամենը դուր չէր գալիս կրոնական առաջնորդներին։ Սակայն, եթե ուշադիր կարդացինք, լսեցինք հատվածը, նրանք դեռ լուռ էին մնում։ Եվ ավետարանի մեջ մենք տեսնում ենք Հիսուսի եւ այս կրոնական առաջնորդների միջև դարվածություն կար։ Հիսուսը հանդիմանում էր փարիսեցիներին իրենց կեղծավորության մասին, ասում էր, որ ավելի արտաքին բաներին են ուշադրություն դարձնում, քան ներքին անձի վրա։ Սրան հակառակ կրոնական առաջնորդները տարբեր հրաշքներ էին փնտրում, որպեսզի Հիսուսին ծուղակը գցեն։ Օրինակ կարող ենք հիշել, եւ որ գալիս են մարդիկ են ուղարկում, ասում են գնացեք հարցրեք կայսրին, կարող ենք դուրք տալ թե ոչ, որպեսզի խռովություն գցեն։ Կամ եւ որ փարիսեցիները գալիս են եւ ամուսնալուծության պատճառով Հիսուսին հարց տալիս, արդյոք կարող ենք ամեն ժամանակ ամուսնալուծվել։ Եվ որ սադուկեցիները գալիս են եւ Հիսուսին հարցնում են, ասում են, օրինակ մի կին 7 ամուսին ունի եւ ամուսինները հերթով մահանում են երկնքի արքայությունում։ Ում կինն է լինելու այս կինը։ Եվ Հիսուսը ամեն մեկին պատասխանում է։ Եվ Հիսուսը բացատրում է, որ հարության ժամանակ մարդիկ այլ կերպ են ապրելու։ Այսինքն այս կոնֆլիկտը ակնհայտ էր Հիսուսի եւ կրոնական առաջնորդների միջև։ Եվ Հիսուսը գիտակցում էր, որ իր այս քայլից հետո այդ հարաբերությունները ավելի պիտի վատթարանան, հարաբերությունները ավելի պիտի սրվեն եւ Հիսուսի մահը ավելի պիտի մոտենա։ Բայց այդ ամենը չխանգարեցին Հիսուսին։ Գուցե մենք մտածենք, սիրելիներ, ինչ կապ ունի այն ժամանակվա տաճարը այսօրվա մեր եկեղեցու հետ։ Մեր եկեղեցիներում նման խնդիրներ չկան։ Կարող ենք ասել մեր եկեղեցում առևտուր չկա, ամեն բան կարգին է եւ այդ խնդիրը վերաբերվում էր այն ժամանակին։ Միգուցե, բայց այսօրվա եկեղեցիները կանգնած են մեկ այլ խնդիրների առջև։ Մենք լավ գիտենք, որ եկեղեցիները կատարյալ չեն։ Եվ մեր եկեղեցին էլ կատարյալ չի, ունի բազում խնդիրներ։ Մեկը արդարացնելով, որ չի գնում եկեղեցի, ասում է աշխարհում եւ որ գտնեմ կատարյալ եկեղեցի, պիտի գնամ այդ եկեղեցին։ Եվ հովիվներից մեկը ասում է, եւ որ աշխարհում դու գտնես կատարյալ եկեղեցի եւ գնաս այդ եկեղեցին կդադարի կատարյալ լինելուց։
որովհետև մենք մարդ ենք, մենք կատարյալ չենք եւ մենք հակված ենք սիրելիներ, մենք հակված ենք ոչնչացնելու եւ փչացնելու։ Առանց Աստծո մենք բարիքը վեր ենք ածում չարիքի, առանց Աստծո մենք կորսված ենք եւ առանց Աստծո մենք ամեն ինչ վեր ենք ածում քաոսի։ Բայց եկեք մի բան մտածենք, ինչ խնդիրներ կան այսօր մեր եկեղեցում։ Ինչ խնդիրներ կան, որ կարող են արգելք հանդիսանալ։ Միգուցե այսօրվա եկեղեցիները ավելի կենտրոնացած են իրենց ներքին կյանքի վրա եւ իրենք ասելիք չունեն արտաքին աշխարհում։ Եկեղեցիներ, որոնք իրենց գործունեությամբ կամ իրենց ծառայությամբ չեն տարբերվում հասարակական կազմակերպություններից։ Եկեղեցիներ, որոնք արտաքուստ հարստանում աճում են, բայց մարդկանց թիվը գնալով նվազում է։ Եկեղեցիներ, որտեղ ավելի շատ ուշադրություն է դարձվում հարուստների վրա, քան աղքատների վրա։ Եկեղեցիներ, որոնց համար ֆինանսական ծրագրերը ավելի կարևոր են, շահույթաբեր ծրագրերը ավելի կարևոր են, քան ավետարանչական ծրագրերը։ Ծրագրերը ավելի կարևոր են դառնում, քան այն մարդիկ, ում համար ծրագիրն է պատրաստվում։ Մենք կարող ենք աչքերներս փակենք, կարող ենք ասել ունենք կատարյալ եկեղեցի, բայց դրանով խնդիրները չեն լուծվի։ Եվ ինչպես այն ժամանակ Հիսուս Քրիստոսը տանտիրոջ իրավունքով մտավ տաճար եւ մաքրեց, այսօր էլ սիրելիներ եկեղեցու Տերը Քրիստոսն է։ Եկեղեցու միակ Տերը Քրիստոսն է եւ մենք կարիք ունենք այսօր էլ, որ Քրիստոսը մաքրի մեր եկեղեցին, մաքրի մեր անձերը։ Երբ Հիսուսը մաքրեց տաճարը, երբ Հիսուսը դուրս արեց առևտրականներին, այդ աղավնիներին, կենդանիները դուրս անեց, գրված է, որ շատ հիվանդներ եկան նրա մոտ։ Երբ որ դուրս արեց, այն ժամանակ շատ հիվանդներ, ովքեր դուրս էին մնացել, եկան իրեն մոտ եւ գրված է, որ Հիսուսը բժշկեց նրանց։ Այսպիսով Հիսուսը վտարեց այն մարդկանց, ում իշխանությունները թույլ էին տվել, որ տաճարը պղծեն, Հիսուսը վտարեց նրանց եւ ներս հրավիրեց այն մարդկանց, ովքեր իշխանությունները եւ այն ժամանակվա կրոնական խավը թույլ չէր տալիս, որ այդ մարդիկ եկեղեցի մտնեն։ Կարծես տեղերով այս մարդիկ փոխվեցին եւ եկան շատ հիվանդներ, շատ հաշմանդամներ եւ Հիսուսը բժշկեց նրանց։ Նա շնորհ տվեց նրանց, ովքեր առաջնորդների կողմից դուրս էին մղվել այդ շնորհի ոլորտից։ Եվ Հիսուսը կոտրելով տաճարի սեղանները, մաքրելով վաճառականներից նոր իրականություն բերեց այնտեղ։ Նա տաճարը լցրեց Աստծո ներկայությամբ եւ հենց Քրիստոսն էր Աստծո իրական ներկայությունը տաճարի մեջ։ Քրիստոսը սիրելիներ իր ժողովրդի մեջ էր եւ նա այնտեղ էր դատապարտելու եւ բժշկելու։ Դատապարտեց նրանք, ովքեր պղծում էին տաճարը եւ բժշկեց նրանց, ովքեր տաճար էին եկել այդ հույսով, երկրպագության հույսով։ Եվ տեսնում ենք, որ բժշկություններ տեղի ունեցան, երեխաները եկան եւ նրանց բերանից հնչեց իրական փառաբանությունը։ Եվ այս ամենը տեսնելով քահանայապետերը ավելի զայրացան եւ Հիսուսին ասին. «Փակիր նրանց բերանը»։ Չես լսում, թե ինչ են ասում։ Որովհետեւ սիրելիներ, հավանաբար երեխաները չէին հասկանում, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը, Օվսաննա Դավթի որդի, բայց կրոնական դասը քաջ գիտակցում էր, որ այն վերաբերվում է Մեսիային։ Հիսուսը պատասխանեց նրանց եւ ասաց. «Այո, լսում եմ։ Դուք չեք կարդացել, մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր»։ Եվ թողեց նրանց ու քաղաքից դուրս գնաց Բեթանիա, որտեղ եւ գիշերեց։ Ինչպես նշեցինք, սիրելիներ, Հիսուսից մեծ քաջություն էր պահանջվում նման քայլի գնալ։
Եվ որ կարդում էի ասացվածը սկսեցի մտածել։ Արդյոք մենք այդպիսի համարձակություն կունենանք։ Եվ որ եկեղեցում ինչ-որ անարդարություն տեսնենք, արդյոք համարձակություն կունենանք խոսելու, թե ոչ։ Թե կնախընտրենք լուր մնալ, որովհետև այդպես մեզ համար հարմար է, մենք այդպես հարմարավետ ենք զգում։ Ես չեմ ասում, սիրելիներ, որ մենք լավն ենք և եկեղեցին վատն է, մենք պիտի գնանք փրկենք եկեղեցին, ասածս այդ չէ։ Այլ ուղղակի և որ անարդարություն տեսնենք, կունենանք քաջություն խոսելու, թե լուր կմնանք։ Եվ մեր մտքում մի նպատակ ունենալով, նաև և որ պիտի խոսանք մի նպատակ ունենալով, Աստծու անունը փառավորել իր տան մեջ։ Ինչ որ մեկն ասել է, ես չեմ վախենում մահից, ես վախենում եմ մահանալ և ոչինչ չանել։ Ես չեմ վախենում մահից, ես վախենում եմ մահանալ և ոչինչ չանել։ Սակայն նաև ճշմարիտ է, սիրելիներ, որ մենք միշտ ուրիշի սխալները հեշտ տեսնում ենք, կարող ենք հեշտ մատնացույց անել և մեղադրել, սակայն այսօր լավ առիթ ունենք, որպեսզի նայենք մեր ներսը, նայենք, տեսնենք արդյոք մեր ներսում կա այդ նեխածությունը, թե ոչ։ Եվ մենք ինչպես ենք խանգարում Աստծո ժողովրդին մտնելու Տերոջ ներկայության մեջ։ Լինենք եկեղեցու հովիվ, եկեղեցու ծառայող, եկեղեցու անդամ, մենք ինչպես ենք խանգարում մարդկանց, որպեսզի իրենք Աստծո ներկայության մեջ մտնեն։ Եվ այսօր առիթ ունենք ոչ թե սեղաններ շրջելու, ոչ թե աթոռներ շրջելու, առիթ ունենք քննելու մեր սրտերը։ Առիթ ունենք տեսնելու մեր սրտերը, ինչ է կատարվում մեր սրտում։ Եվ եթե մենք խոչընդոտ ենք հանդիսանում ինչ-որ մեկի համար, որ գա Աստծո ներկայության մեջ մտնի, արժե մտածել սրա մասին։ Եվ սիրելիներ, եկեղեցին Աստծուն է պատկանում, այն ժամանակ էլ տաճարը Աստծուն էր պատկանում և Աստված է միայն եկեղեցու Տերը։ Թող Աստծո անունը օրհնյալ լինի հիմա և միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։